Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատեղներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս բան ես զրուցում եմ հայրենի կուսակցության ներկայացուցիչ Բաբկեն Հարությունյանն հետ։ Շնորհակալ եմ, պարոն Հարությունյան, մեր հավերն ընդունելու համար։ Վերջին մի քանի շաբաթներին հանրությունը ակտիվորեն քննարկում է եւ կա քննարկելու տեղ Նիկոլ Փաշինյանի եւ իր քաղաքացիական կնոջ վարքագիծը։ Եկեղեցում թիրախավորումներ հասան հայոյանքների, զրպարտությունների, որ եկեղեցում հոգևորականները մանկապիղծներ են, եւ կա այստեղ երկու տեսակետ, թե ինչու են այս մարդիկ անում։ Առաջին տեսակետն այն է, որ կորցրել են իրենց հավասարակշռությունը։ Երկրորդ տեսակետն այն է, որ այս մարդիկ ելնելով նախընտրական արդեն տարու տրամաբանությունից փորձում են ակտիվացնել հասարակության իրենց աջակցող զանգվածը, ու սրա ենթատեսակետը նաև այն է, որ փորձում են դոգի ընտրազանգվածը ինչ որ հատվածով իրենցով անել, անցնելով հայոյանքների։ Հասցրել եք վստահաբար հետևել, ինչ վերլուծություն ունեք, ինչու են այս մարդիկ այսպես գրգռված վիճակում։ Շնորհակալություն։ Ես ավելի հակված եմ երրորդ տարբերակին եւ որպես իրենք դիտարկում են ուժի ցուցադրումը, ագրեսիան, վիրավորանքը, հայհոյանքը եւ ուրեմն իրականությունից կտրվել, այսինքն երկու գործոնել այստեղ կա, այսինքն գիտեք ինչ, այդ գաղտնիք չի, երկար ժամանակ որ մարդիկ լինում են իշխանության, շատ դժվար է չգայթակղվել մեծամտության ախտով, չվարակվել մեծամտության ախտով։ Իրենց մոտ այս երկուսը կա, այսինքն եւ ներքին մենք տեսնում ենք, չէ, իրենց պահվածքում, իրենց խոսույթում ահռելի փոփոխություն համեմատած 2018, 19, 20 թվական ու հիմիկվա ժամանակահատվածի միջև։ Այսինքն այն ժամանակ եթե ավելի խոսում էին հաշվետու ենք ժողովրդին, չգիտեմ, սիրում էին, խոնարհվում էին, իրենց գործողություններում, իրենց հայտարարություններում շատ զգուշավոր էին, հիմա հակառակը։ Հիմա գիտեք ինչ ասում են, անում ենք, լավ ենք անում, բա պետքա վիրավորանքել, բա պետքա, չգիտեմ, փռանքել, ծեփել, ինչ ուզենք պետքա անենք, այսինքն բեսպրիձելի գործիք իրենց համար դարձել է շատ սովորական բան ու մի բաներ իրենք հաշվում են, որ դա իրենց լրացուցիչ բան կբերի, քաղաքական դիվիդենդներ այն հույսով, որ կարողանան մարդկանց մեջ վախի մթնոլորտ տարածել ու այդ վախի մթնոլորտից ելնելով մարդիկ ասեն լավ ինչ գործ ունենք իշխանությունը։ Եկեղեցու վրա հարձակումը դա հարձակում է նաև յուրաքանչյուր եկեղեցու յուրաքանչյուր հետևորդի վրա, այդ թվում եւ իմ։ Իրենք դա պիտակավորում են առանձին սրբազանների կամ կաթողիկոսի անձով, բայց իրականում դա հարձակում է հենց բուն եկեղեցու վրա։ Որտեւ եկեղեցին չի անցել իշխանության թրի տակով, հիմա իրենք ամեն ինչ անեն, որպեսզի եկեղեցին նույնպես լինի իրենց հլու հնազանդ։ Տեսեք այն քարոզչական կեղտոտ արշավը, որ անում էին, մի եկեղեցում, չգիտեմ, երկու հատ կով էին, չէ, նկարել, հետո տեսա հրապարակումներ, որ պարզվում է այդ եկեղեցին պետության ուրեմն հովանու ներքո է գտնվում, կամ միտեղ գնացել են, չգիտեմ, դույլ էին տեսել, որ եկեղեցին, չգիտեմ, մաքրում են ու ասում են դա Չուլան է։ Մի առիթով ասել եմ, կրկնում եմ, Չուլանը Նիկոլ Փաշինյանի ուղեղում է, դրա համար նա համարձակվում է հայ առաքելական եկեղեցու մասին, ուրեմն նման կերպ արտահայտվել։ Կարողանում են իրենց նպատակներին հասնել։ Գիտեք, Վախի մթնոլորտ ստացվում է տարածել։ Դե գիտեք, ինչ որ չափով բնականաբար ստացվում է, բայց դա նաև բերում է հակազդեցության, դա նաև բերում է նրան, որ շատ քաղաքացիներ ուղղակի այդ թվում եւ ովքեր որ որոշ չափով լոյալ են այս իշխանության ու անձամբ Նիկոլի հանդեպ, անձամբ ինձ են ասել մարդիկ, որ լավ, այս մարդը կարող է
իրան լրիվ կորցրել է։ Այսինքն նույնիսկ այն մարդիկ, ովքեր որոշակի լոյալություն ունեն իր հանդեպ, շատ ցավոտ են ընդունում, ինչը շատ բնական է, այդպես է պետքա լինի։ Լավ, ձեր կուսակցության ղեկավարը երեք հրապարակվեց իր հարցազրույցը, որտեղ խոսեց տարբեր թեմաներից, այդ թվում նաև impeachment-ի մասին, հա։ Ինձ մոտ տպավորություն է ստեղծում, որ որքան էլ դուք փորձում եք տարանջատվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից, այնուամենայնիվ գլոբալ հարցերում դուք առնվազն հրապարակային ավելի շատ նույնանում եք։ Ինչու է այդպես ստացվում։ Սերժ Սարգսյանի հետ փոխկապակցված մարդիկ, իր նախկին կուսակցության անդամը, իրենց կուսակցությունը Սերժ Սարգսյանը անձամբ խոսում է impeachment-ի գործընթացի մասին, եւ դուք էլ միանում եք այս գործընթացին։ Եկեք սկսենք իրավիճակի գնահատումից, որովհետև ձեր հարցում արդեն կներեք որոշակի մանիպուլյացիոն նրբերանգներ կան։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանից տարանջատվելուն, Դուք չեք տարան։ Հանրապետական կուսակցության հետ, երբ որ մենք 2021 թվականին գնացել ենք դաշինքով ընտրություններին, հետո դաշինքը ուրեմն դե ֆակտո եւ դե յուրե հայտարարել ենք, որ գոյություն չունի, հետեւաբար ինչ որ տարանջատվելու խնդիր չկա, որտեղ այդ միավորումը չկա, որ տարանջատվենք։ Եվ մի քանի անգամ հայրենի կուսակցության ղեկավար Արտուր Վանեցյանը հայտարարել է, որ հաջորդ ընտրություններին մենք գնալու ենք առանձին։ Ես էլ ձեր եթերում բացառել եմ հանրապետական վերջին ընտրություններին, որին դուք մասնակցել եք, Գյումրու ընտրություններին, տեխնացում Սերժ Սարգսյանի խմբակցության անդամ էր։ Տեխնացուն մարդիկ ոնց անեն, որ դուք տեխնացուն պատիվ ունեմ խմբակցության անդամ, անկուսակցական Մարտուն Գրիգորյանն է եղել։ Անկուսակցական, որը առաջադրվել է նաև մեր քվոտայով ընտրությունների ժամանակ, բայց չի եղել հայրենի կուսակցության անդամ։ Սա եկեք ֆիքսենք։ Ու հետեւաբար ինչ որ այդ կոնտեքստում վերցնել զուգահեռներ անցկացնել, ինչ որ կապեր գտնել, փորձել գտնել, որը չկա, դա իրատեսական չի։ Ինչ վերաբերում է այդ պարագայում հիմա Հովիկ Աղազարյանն էլ է ԿՊ-ի հետ կապ չունի։ Կարող ենք ասել, որ մի օր կարող է իրենց հետ համագործակցել եւ դժգոհ եք այն մարդկանցից, ովքեր ձեզ կկղապեն իշխանությունների հետ։ Բայց Հովիկ Աղազարյանի դեպքը ինչ կապ ուներ մեր խոսակցության։ Ինքն էլ է Մարտունն էլ է падգամավոր, Հովիկն էլ։ Ընդ որում Մարտուն Գրիգորյան պակաս ակտիվ քաղաքական падգամավոր է, քան Հովիկ Աղազարյանը։ Բայց Մարտուն Գրիգորյանի ազգային ժողովում քվեարկությունները եւ Հովիկ Աղազարյանի քվեարկությունները դրանք իրարից խիստ տարբեր են։ Հիմա երբ որ Հովիկ Աղազարյանը ասում է, որ ինքը ընդդիմություն է, չէ, ասում է Նիկոլ Փաշինյանը պետք է ուրեմն հեռանա, բայց եկեք նայեք մի հատ իր քվեարկությունները կամ իր կուսակցի քվեարկություններ ազգային ժողովում։ Իր նախկինում ունեցած ուրեմն հայտարարություններ միջև ԿՊ-ից հեռացվելը։ Դրանք ամենևին համեմատելի չեն Մարտուն Գրիգորյանի քվեարկությունների հայտարարությունների քաղաքական կեցվածքի։ Մարտուն Գրիգորյանը հայտարարություններ ունի արած։ Դե այնքանով ինչքանով ունի կարող եք նայել։ Խորհրդանում որտեվ չէ, ունի, միգուցե ասենք, չէ, ունի հայտարարություններ ունի։ Impeachment-ին։ Տեսեք, այնպիսի մի մեղադրական տոնով եք դուք այդ impeachment-ի process-ը ներկայացնում։ Կարծես Վանեցյանը ազգային ժողովում ուրեմն մանդատ ունի կամ հայրենի կուսակցությունը մանդատ ունի։ Դե դուք չունեք ձեր քվոտայով 3 կա։ Մեզ էլ ասում են ուրեմն մենք ուրեմն հայտարարել ենք, երբ որ այդ հանրապետական այդ դաշինքը ավարտվել է, որ կուսակցության անդամները չեն կարող լինել ազգային ժողովում։ Իսկ ովքեր անկուսակցական են, իսկ նրանք եղել են անկուսակցական, իրենց մանդատները պահել են։ Հիմա ինչ վերաբերում է կոնկրետ impeachment-ին, հա, եկեք անդադշեղվենք, էլի։ Այնպեսի տպավորություն է, որ Վանեցյանը չի դրել մանդատը, պահել է, ու հիմա հասարակության առաջ պետքա հաշվետու լինի, թե ինչի է մանդատը պահել։ Վանեցյանը չի ասել, մենք մանդատը պահում ենք, որովհետև տեսնում ենք, որ ազգային ժողովում ուրեմն հնարավոր է հասնել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։ Հակառակը մանդատը դրել ասել է, որ ես չեմ տեսնում այդ հնարավորությունը։ Բայց հիմա ոնց որ տեսնում։ Հետևաբար, առաջի քաղաքական պատասխանատվություն կրողները դա երկրորդ նախագահի եւ երրորդ նախագահի ազգային ժողովում ունեցած ֆրակցիաներն են։ Իրենք պետք է մտածեն հանրության առաջ, դրա պատասխանը ոնց են տալիս։
Հանրությունը կընդունի, չի ընդունի, դա արդեն իրենց որոշելիքն է։ Եվ երկու ուրեմն Հայաստան դաշինքի եւ Հայաստան խմբակցության, որտեղ Հայաստան դաշինքն էլ չկա։ Հայաստան խմբակցության եւ պատիվ ունեմ խմբակցության, որտեղ պատիվ ունեմ դաշինքն էլ չկա։ Դուք պատասխանատվություն Հետևաբար մենք բնականաբար պատասխանատվություն չունենք ազգային ժողովում ներկայացված երկու ընդդիմադիր ուժերի Թույլ տվեք ավարտի։ Հիմա հասարակությունը, որը ընտրել է պատիվ ունեմին Արտուր Վանեցյանի վարչապետության, չէ՞։ Ու հա մեծ ընտրազանգված չի, բայց այնուամենայնիվ ընտրել են մարդիկ։ Եվ դուք օրենքի ուժով անցել եք խորհրդարան։ Հիմա հասարակությունը ասում է, այո, սիրելի Արտուր Վանեցյան, դուք դրել եք մանդատ, ընդ որում հարգանքի արժանի քայլ եք արել, դիմադրության շարժման տապալումից հետո միակն եք եղել ով ասլա։ Չեմ գնալու խորհրդարան ու չի գնացել խորհրդարան։ Բայց դուք ձեր քվոտայով խորհրդարան եք տարել մարդկանց։ Իրենց համար ով է պատասխանատու լինելու։ Իշխան Զաքարյանի, Մարտուն Գրիգորյանի, Թագուհի Թովմասյանի համար։ Ընդ որում օրինակ Թագուհի Թովմասյանը երբ անգամ պահպանել է հանձնաժողովի նախագահի պաշտոնը մարդու իրավունքների, չնայած զրկեցին իրեն հետո ԿՊԱ-ականների այդ պաշտոնից։ Եվ երբ որ հարցեր առաջանում, թե մյուս ընդդիմադիրները դրել են, դու ինչու չես դնում, ինքը շատ դեպքերում ասել է, որ Արտուր Վանեցյանը ասել է, այդ պաշտոնը ընդդիմության դեռ պետք է գա, կարող է սպահել։ Հիմա հասարակության մոտ հարց է առաջանում, ասում է, սիրելի Բաբկեն Հարությունյան, հարգելի պարոն Վանեցյան, հա դուք դուրս եք եկել, բայց դուք 3 հոգի մարդ եք տարել դեղ, իրանց համար ով է պատասխանատվություն կրելու։ Հիմա նույն impeachment-ի գործընթացի համար, հա, որպեսզի չգնանք Հովիկ Աղազարյանի դուռը, Հակոբ Ասլանյանի դուռը, չէ՞։ Պետք է ընդդիմադիր падգամավորների թվականակը բավարարում է ընդդիմադության քվոտայով անցածների թիվը բավարարում է գործընթացը սկսելու համար։ Ով ասաց։ Գեգամ Նազարյանին ինչ չեք ասում։ Դրա համար էլ թող Ռոբերտ Քոչյանը պատասխանատվության ընտրել։ Հիմա դուք անդադ նշում ուզում եք Քոչյանի փոխարեն էլ պատասխան տալ, կարող ձեզ էլ բավարար ես ասում բավարար։ Չէ, բավարար է ամեն խմբակցություն։ Եթե ապայով լիներ, փաստացի բավարար չի։ Փաստացի բավարար է։ Դուք ձեր 3 հոգու համար պետք է պատասխան տաք բանը երկրորդ նախագահ Հայաստան դաշինքն է, թող Գեգամ Նազարյանի համար պատասխան տա։ Հիմա եթե կուզեք կարող եմ Հայաստան դաշինքի վերաբերող հարցերն էլ ձեզ տամ։ Չեք ուզում, չէ՞։ Բնականաբար, բայց դուք ուղղակի երբ որ իրավիճակը հիմա քաղաքացին ասում է ով է պատասխանատվություն կրելու, քաղաքացին ասում է ով է հարցը կոնկրետ եմ տալիս։ Ով է պատասխանատվություն կրելու Արտուր Վանեցյանի քվոտայով խորհրդարան անցած 3 հոգու համար։ Ընտրեմ պատասխան։ Թագուհի Թովմասյանի մասով մարդու իրավունքների պաշտպանի հանձնաժողովի ներողություն ղեկավարի խնդիրը լիովին տարբերում էր այլ հանձնաժողովների ղեկավարներից։ Այսինքն մեղադրել, որ Թագուհի Թովմասյանը իր աշխատանքը լավ չի արել, միջազգային հանրությանը չի ներկայացրել։ Ինչ մենք մտածում ենք, պետք է մենակ նստենք Հայաստանում, Facebook-ում բան գրենք կամ հարցազրույցներ տանք ու դա բավարար է, պետք չէր այդ հանձնաժողովի նախագահի հաստիքը ունենալը։ Իհարկե պետք է։ Դուք ընդունում եք, որ դուք ազդեցություն եք ունեցել այդ պաշտոնի։ Ես ինձ նման հայտարարություն հայտնի չի, որ Թագուհի Թովմասյանը ասել է իրեն Վանեցյանն է հորդորել։ Բայց ես ձեր եթերում բազմից ասել եմ, որ դա շատ ճիշտ էր այդ հանձնաժողովը պահելու, պետք է փորձել միջև վերջ պահ։ Չեղա, բայց եւս մեկ անգամ արձանագրվեց, որ էլի իշխանությունը ոնց որ ազգային ժողովի փոխնախագահի դեպքում, ոնց որ մյուս հանձնաժողովների նախագահների դեպքում ընդդիմությանը զրկեց սահմանադրական ուրեմն այդ պորտֆելներից իրավունք։ Սա մեկ։ Ինչ վերաբերում է ով է պատասխանատու։ Պատասխանատու են այն մարդիկ, ովքեր մանդատը պահել են, ու այն ֆրակցիաները։ Այդ մարդիկ ի վերջո իրեր չէին, որ մենք այսպես վերցնենք, բերենք։ Մարդիկ ձեր քվոտ։ Դա սահմանադրական իրավունքը մարդը ընտրվեց։ Դու չունես լծակ, որ կուսակցությունը հետ կանչի։ Մենք ինչ պետք է անենք։ Բայց չեք տարել ինձ մարդկանց, որ լծակ չունեն։ Չէ, լավ, ասենք հիմա ասենք ինձ մարդկանց, լավ, ընդունում եմ։ հետո դուք բերում եք կներեք իշխանին Զաքարյան ու Թագուհին Թովմասյան դնում եք բան կամ Գեգամին Նազարյան, հա։ Ու Թագուհին Թովմասյան նույն քաղաքական կեցվածք ունեն, Թագուհի Թովմասյանի կեցվածքը լրիվ տարբերվում է։ Դուք վստահ եք, որ Թագուհին օրինակ մի ամիս հետո այլ վարկագիծ չի ունել։ Լսեք, մենք ես վստահ չեմ 5 րոպե հետո ինչ կլինի։ Որևէ մեկը այդ վստահությունը չունի։ Շատ լավ, ես էլ վստահ չեմ։ Դե որ վստահ չեք,
լավ կլինի չմտնենք բանավեճի մեջ այդ թեման։ Չէ, ուղղակի Հիմա հարցը այդ հաջորդ հարցն է։ Պատիվ ունեմ բան։ Շատ լավ, հաջորդ հարցն է գալիս։ Չէ, այս հարցին ես չեմ ավարտել պատասխանը։ ավարտեք։ Իսկ ինչա Հայաստան դաշինքը բացառել, հա։ Որ Հայաստան դաշինքից impeachment-ին։ չեք ուզում։ Ոնց պատիվ ունե բանը impeachment-ի գործընթացը առանց Հայաստան դաշինքի ու պատիվ ունեմ առանց երկու պատիվ ունեմ ու Հայաստան խմբակցությունները դաշինք չասենք, դաշինք վաղուց չկա։ Առանց երկու խմբակցությունների չի կարող լինել։ Բայց այդ ինձ ինչ եք ասում։ Բա դուք ինչ եք ասում, Վանեցյանը դուք Սերժի հետ ուրեմն չգիտեմ ինչ որ տարանջատում, ոնց որ չեք տարանջատում, ինչ որ կապեր ունեք։ Այդ ինչով է մեր եւ Արտուր Վանեցյանը կարող է Տեր Սարգսյանի կամ պատիվ ունեմ խմբակցության հանրապետական կուսակցության օրակարգ իրար նման։ Այդ ինչի Հայաստան դաշինքն ու Հայաստան խմբակցությունը Ռոբերտ Քոչյանը, Սերժ Սարգսյանը իր պատիվ ունեմ խմբակցության հետ հայտարարել են, ասել են որ բանա, այդ մանդատները մենք պահում ենք, որ ազգային ժողովում հարց ու պատասխանի մասնակցենք։ Այդ մարդիկը չի ասել, որ պահում են այն հույսով, որ հնարավորություն կստեղծվի, ուրեմն Նիկոլ Փաշինյանին հեռացնել բանը impeachment հայտնել հեռացնել ուրեմն վարչապետի պաշտոնից։ Ինձ այլ հայտարարություն հայտնի չի։ Եթե ձեզ հայտնի է, որ այդ երկրորդ եւ երրորդ նախագահների կողմից խնդրեմ ասեք։ Չէ, այն որ այդ խմբակցությունները վատն են, դա չի նշանակում որ դուք լավն եք։ Հիմա գանք հաջորդ հարցին։ Հիմա գալիս են 2026 թվականի ընտրությունները եւ ընտրություններում ամենայն հավանականությամբ, եթե պահպանվեն այս տվյալները, կկրկնվի Գյումրու պատկերը, այսինքն տարբեր ուժեր կանցնեն, որևէ մեկը 50+1 չի հավաքի եւ պետքա խորհրդանական ուժերը հետընտրական կոալիցիա կազմեն, չէ՞։ Հիմա քաղաքացին ասում է, ինքն իր մեջ մտածում, լավ ընկեր, ես մի անգամ Արտուր Վանեցյանին վստահել եմ։ Ոչ։ Թույլ տուր ավարտեմ։ Չի վստահել քաղաքացին։ Լավ ասեք։ Չոր 5 կամ 10% վստահել։ Խնդրեմ, ես ներողություն եմ խնդրում։ Մի անգամ ձեզ ընդհատել։ Ես Արտուր Վանեցյանին վստահել եմ։ Մարդը անցել է խորհրդարան, իր հետ էլ տարել է 3 հոգի, հետո ասում է 3 հոգու համար ես պատասխանատու չեմ։ Այդ 3 հոգուց մեկը ակնհայտ անցել է Նիկոլի կողմը։ Մյուսին հանրային ճնշմամբ, չգիտեմ, հարայ հրոցով Գյումրիում կարողացան ստիպել, որ գնա հետընտրական կոալիցիայի եւ ընտրի ընդդիմադիր քաղաքապետ։ Ու երրորդն էլ լավ, ոչ լավ, ոչ վատ, ոչ տակ, ոչ սառը։ Ես ինչի պիտի ընտրեմ Արտուր Վանեցյանին, որը կարող է անգամ 2026 թվականի ընտրություններից հետո դուրս գալ, ասա, ժողովուրդ ջան, ես ուզում եմ, որ ընդդիմադիր վարչապետ ընտրվի, բայց իմ ֆրակցիայում կան 3-4 հոգի, ես ազդեցության լծակ չունեմ։ Ասենք իշխանը չի լինի, Պողոս Պետրոսյանը կլինի։ Սա չի լինի, նա կլինի, չէ՞։ Հիմա եթե դուք ձեր քվոտայով անցկացված մարդկանց համար պատասխանատվություն չեք կրում, չեք կարողանում այնպես անել, որ այդ մարդիկ մանդատները վայր դնեն կամ չանցնեն Նիկոլի կողմը, հա, դուք ինչ վստահությամբ եք 2026-ին գնալու ընտրությունների եւ ինչ վստահությամբ քաղաքացին պիտի ձեզ ընտրի հասկանալով, որ դուք կարող եք շատ հանգիստ, ասենք ընտրության հաջորդ օրը ասել, մենք 3 հոգու վրա հսկողություն չունենք։ Խնդրեմ։ Ինչ վերաբերում է այն հարցին, որ քաղաքացին մի անգամ Արտուր Վանեցյանին ձայն է տվել ու սկսում եք թվարկել, որ ինչ մտահոգություններ կարա հայտնի։ Նախ մենք այն ժամանակ էլ ենք հայտարարել, երբ որ դաշինք ենք անում հանրապետական կուսակցության հետ, որ սա Ժորժ ջան իրավիճակային դաշինք է։ Իրավիճակային դաշինք, որը վաղուց գոյություն չունի։ Արդեն երրորդ տարին է Վանեցյանը չի հանդիսանում ազգային ժողովի падգամավոր իր մանդատը դրել է։ Հետևաբար 26 թվականի ընտրություններին, իսկ մենք արդեն հայտարարել ենք, որ գնալու ենք առանձին, այդ ժամանակ կլինի, որ մենք հայրենիք կուսակցությունը քաղաքացին ձայնատալու հայրենիք կուսակցությանը ժամանակին այդպես չէր։ Այդ թվում նաև հայրենիք կուսակցությանը քաղաքացին ձայն տվել, նաև պատասխանատվության կրելու, տո նաև ցուցակի հետ կապված
այդ նախկինում ունեցած սխալները մենք հաշվի ենք առնելու տարբեր հանգամանքներ։ Հիմա ձեր ասած տրամաբանությամբ եթե շարժվենք, պետք է ձայն չտա նաև Ռոբերտ Քոչյանին, ասեն նա ձեր Գեգամ Նազարյանը, Իհարկե չի տալու։ ասեն Չի տալու գնաց։ հետո։ Սերժ Սարգսյանին պետք է ասեն Սերժ Սարգսյան չել ժամանակը չի տվել անցան։ Նիկոլ Փաշինյանին, որովհետև պետք է ասեն հենա ձեր Աղազարյանը, չգիտեմ, այն մյուս Պարոն Արտեն, հարց հիմա կոնկրետ է դրա։ դրա։ Այն տալու։ Ինչ, Եթե մենք նայում ինչ ենք տալու։ մեր երկրում քաղաքական իրավիճակները, կուսակցությունների կայացման աստիճանը, հասկանում եք, որ շատ ցածր մակարդակի վրա է, ուտեղ մեծ աշխատանք պետք է արվի։ Որևէ ուժի ուրեմն պետքա ձայն չտալ։ Իսկ վերցնել մեծ ներողություն մենք մի հարցում խորհրդանում ներկայացված ընդդիմադիր ուժերից ունենք ահռելի մեծ տարբերություն։ Մենք պատասխանատվություն չենք կրում այս տարիներում ազգային ժողովում տեղի ունեցած գործընթացների համար։ Որովհետև Վանեցյանը մանդատը դրել է, մենք էլ հայտարարել ենք, որ դե պարտո եւ դե դուր է։ Եթե այլևս պատի տեսեք, ունեն դաշինքը չկա, այդպես չի որ եթե զրուցակ դաշինքի համար եթե պատասխանատվություն զրուցակիցս դուք չլինեիք, իսկ հայրենիքի ղեկավարը Արտուր Վանեցյանը չի։ Ես խնդրեմ, ասեք դա վատ բանի մասին է խոսում, կա նշանակում դուք անպատասխանատու եք։ Ոչ։ Ձեր քվոտայո Ոչ։ 3 հոգի մարդ կա խորհրդարանում։ Անցած քաղաքացին ասում է, պարոն Վանեցյան, հիմա քան որ ուղիղ Վանեցյանին չեմ կարող հիմա արծ տալ, միջև մեզ հյուր կգա խոստացել է։ Ձեզ եմ տալիս։ Դուք այդ 3 հոգու համար պատասխանատու եք։ Քաղաքական պատասխանատվություն պիտի կրեք։ Դուք մարդ եք տարել խորհրդարան, դուք դուրս եք եկել, այդ մարդիկ մնացել են։ Ուրեմն Այդ մարդկանցից մեկը առնվազն ուղիղ անցել է Նիկոլի կողմը։ Մյուսի հետ կապված էլ մի խոսքով, չասեմ։ Ուրեմն Հիմա այդ երեք որն է հոգերը պատասխանատվությունը, Կներեք, դուք որն է ձեր անընդհատ պատասխանատվության չափը։ ասում եք, Հանրապետական կուսակցությունը, վերում դնում եք հանրապետական ներողություն, հանդես է գալիս, որպես հանրապետական համ կուսակցությունը, քաղաքական գործիչ, քաղաքական գնահատականը հնչեցնում եք, երբ ուզում ինձ ընդհատում շարունակում եք, ձեր ուզած հարցը տեսեք, ես մենակ պատասխանողի դերում եմ, չեմ ներվում, բայց խնդրում եմ թույլ այո, տվեք։ թույլ եմ տալ։ Ուրեմն, Հանրապետական կուսակցությունը շատ անկեղծ ասել է, Վաչանել, հանրապետական կուսակցությունը շատ անկեղծ ասել է, որ իրենք պատասխանատվություն են կրում խմբակցության ՀՀԿ-ական падգամավորների համար։ Հիմա այն 3 հոգու համար ով է պատասխանատվություն։ 3 հոգու հետ կապված։ Ա, Մեկի հետ կապված կա խնդիր, կարա լինի մեզ մեղադրանք, որտեղ ես ասել եմ, չէ, բազմիցս։ Անձամբ ես համարում եմ, որ իշխանին ազգային ժողով տանելը մեծագույն սխալ է եղել։ ըհը։ Մի անգամ չի որ այդ մասին ասել եմ։ Վանեցյանը չի ասել է։ Դե հարցը կտակ թող ինքն էլ ասի։ Ըհը։ Սա մեկ, երկրորդ։ Երբ որ դուք վերցնում եք, մեղադրում եք, ինչի Թագուհի Թովմասյանը, Մարտուն Գրիգորյանը, այդ մյուս падգամավորներից ինչ пассив են, իշխանության դեմ չեն պայքարում, ինչ չեն անում։ Ինչ չեն անում, որ դուք այսպես ասում եք, բա իրանց տարակ, այսինքն իրանք ինչ տարել են, տեսել ենք ուրիշ բան են անում։ Հիմա Լավ, դա, իշխանի ուզում եք ասել բայց պատասխանատվություն կրում եք նույնիսկ վստահ եմ, այդ եթե գա անհրաժեշտ պահը, Իշխան Զաքարյանը ստիպված է լինելու միանալ ընդդիմությանը կամ միգուցե ուզելա ցանկանալով է միանալու։ Եթե, չգիտեմ, լուրջ մի հատ բան լինի, որովհետև Իշխան Զաքարյանի անցած ճանապարհը ցույց է տալիս, որ ինքը լավ քաղաքական ուրեմն հոտառություն ունի։ Նժարի ծանր մասը հասկանում է։ Այսինքն այդ հաշվարկից ելնելով ես վստահ եմ ինքը դուք 2021-ին իշխանին որպես հաջողության տալիսման եք տարել գյուղերում մի այսպեսի ավանդույթ կա տարածված, որ ուզում են հաջողություն ունենալ եւ վստահաբար դուք էլ կիմանաք Էկ գայլի սեռական օրգան են իրաց մոտ պահում երևի թե իշխանը այդ դերն է տարել չէ ուղղակի գիտեք ինչ այսինքն դուք իշխանին միջև 21 թվականը չգիտեիք բոլոր նախագաների նույնիսկ ես իշխանության հետ կարողացա ուրեմն լեզու գտնել պաշտոններ զբաղեցնել բոլորի հետ անխտիր Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչյանի, Նիկոլ Փաշինյանի Լևոնի մասով էլ ով գիտի, Լևոնի ժամանակ է։ Դուք իր լավ կողմերի մասն եք։ Չէ, դի վատ կողմերի մասին է, լավ կողմերի մասին է, թողենք։ Դա իշխանին թողեցիք մի կողմ, հա, իշխանի, հա, հասկացանք, դուք ասիք սխալ է։ Հիմա Մարտունի եւ Թագուհի հետ կապված պատասխանատվություն կրում եք։ Թե Մարտունի եւ Թագուհի հետ կապված, իրենց քվեարկություններով, քաղաքական պահվածքով չեն արել մի բան,
լուրջ նշանակալի, կարան ինչ որ մարդիկ քայլեր ընդունեն, չընդունեն, քննադատեն, բայց ընդհանուր վերցած այդ մարդիկ չեն արել բան, որ մենք մտածենք, գիտեք, այդտեղ մենք խնդրեմ ենք Այսինքն տվել։ պատասխանատվություն կրում են։ Պատասխանատվություն կրում են իրենք, Ահա։ որպես Հիմա падգամավոր։ ես Եթե քաղաքացի մենք նայում ենք հարցի, այսպես ասենք, ոչ ամբողջական պատասխանատվություն կրել, որտեղ որևէ մեկը մյուսի համար ամբողջական պատասխանատվություն չի կրում, մենք տեսնում ենք։ Այդ մասով այդ մարդիկ չեն արել բաներ, որ մենք դրանից նեղվենք, ասենք ինչ սխալ էր, ոնց որ իշխանի դեպքում ենք ասում սխալ էր տանելը, սխալ էր նաև թագուն կամ մարդուն։ Մենք նման խնդիր չենք տեսնում։ Հա 2026 թվականն է, դուք եկել եք մեր Բայց ստեղ Դուք նորից եկել ես ուզում եմ ասել, նորից ես ուզում եմ այս մասը ֆիքսել, որովհետև գիտեք, այս տոնայնությամբ մտածել, որ կարող են այս ազգային ժողովի համար մեզանից ինչ որ հարցում անել, դա չի լինելու, դա հիմնավոր չի։ Հա կարող է Facebook-ում հրահանգ լինի, կամ որոշ մարդիկ տարբերվող գնահատական ունենան, բայց երբ որ նստենք փաստացի վերլուծենք, փաստերով խոսանք, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ազգային ժողովում խմբակցությունների համար իրենք են ղեկավարներ, իրենք են դրա պատասխանատու։ Դուք պատասխանատու չեք։ Բնականաբար ոչ։ Հա, դուք եկել եք մեր բակ, ես քաղաքացի եմ, ասում եք ընտրեք հայրենիք կուսակցության։ Ես ասում եմ կներեք, ես կուզեի ընտրել հայրենիք կուսակցությանը, բայց ես չեմ վստահում ձեզ։ Դուք կարող եք խորհրդարան տանեք մարդկանց, որոնց համար հետո պատասխանատվություն չկրեք։ Ձեր պատասխանը։ Քարոզ Արշավը պատկերացրեք, դուք մեր բակում եք, մենք այդ ժողովուրդը վավակվել ենք, լսում ենք ձեզ։ Մենք հասարակական կարծիքը այնքան շատ են կարևորում, որ շատ հարցերում մեր կուսակցությունը վերանայել է իր գործունեությունը։ Կլինի հարց, խնդրեմ, դրա պատասխանը կա։ Տվեցի հարց, քաղաքացին հարց է տալիս։ Հա դա են պատասխանում, էլի։ Հաշվի առնելով այն մեղադրանքները, այն դժգոհությունները, այն սխալները, որ արել ենք, կրկնում եմ, 26 թվականի ընտրություններին կամ միգուցե արդյոք լինի, չգիտեմ։ Մենք գնալու ենք առանձին որպես հայրենիք կուսակցություն։ Չենք Հաստատ ասում։ Դե հայտարարել եք արդեն քանի Ուրիշ ուժեր չեք գնալու։ Չունենք նման բան։ Մենք ունենք որոշում գնալ առանձին։ Որովհետև այլ ուժի հետ գնալը սխալ էր, վնասեց եւ մեզ եւ վստահ եմ իրենց հանրապետական կուսակցությանը։ Վայ։ Լավ, կարող է ես քաղաքացի եմ, ասում լավ, պարոն Վանեցյան, պարոն Հարությունյան, կարող է ձեր կուսակցության ղեկավարը խոստանալ, որ եթե ինքը չի կարողանալու խորհրդարան անցած իր բոլոր падգամավորներին բերել ընդդիմության տեխնացուի օգտին քվեարկելու, ինքը կհեռանա քաղաքականությունից մեկ ընդմիշտ գիտակցելով, որ հիմա մարդը չի կարող թիմ ընտրել եւ մարդկանց անցնել, ճիշտ մարդկանց անցնել խորհրդարան։ Համարում եք, եթե մի հոգի, այլ ճանապարհով է գնացել, ուրեմն պետք է մարդը հեռանա կա։ Եթե այդ տրամաբանությամբ Թե նոր 26-ին եմ ասում։ Նույնիսկ 26-ին, նույնիսկ չգիտեմ 31-ին։ Եթե այդ տրամաբանությամբ նայենք, ուրեմն այսօրվա քաղաքական դաշտում եւ ընդդիմությունը եւ իշխանությունը պետք է բոլորը դուրս եկած լինեն քաղաքականություն։ Եթե դուրս գան, բայց դա Նույնիսկ եթե հետ հայացք դուրս գցենք, գան, գնանք հետ, չգիտեմ, միասնություն դաշինքը, ինչ եղավ միասնություն դաշինք։ ԱԺՄ-ն քանի կտորի բաժանվեց։ Ու եկեք պետք 90 թվերից նայենք էլի։ շատ լավ։ Ուրեմն դուք վստահ չեք, որ 26 թվին ձեզանից որևէ մեկը չի անցնի Նիկոլի կողմ։ Ուրեմն եթե դուք ուզում եք բան լավ վերնագիր ստանալ, Վերնագիրը արդեն ստացել եմ, կամ ռիսկի համար ինչ որ առանձին հատված կարող եք ինչ որ մի բան հարցնել, նախորոքել, ես պատրաստ եմ ասել ձեր ուզած հետ ստանալ։ Բայց եթե մենք ուզում ենք բովանդակային զրույց ունենանք, անկեղծ լինենք, ազնիվ լինենք մեր քաղաքացիների հետ, մենք իրաց պետք է մի բան ասենք։ Ժողովուրդ ջան, դրա համար ոչ թե պետք է հիասթափել ասել, չնայած բազմաթիվ պատճառներ կան։ Դե բոլորը մեկ են։ Այն նախքին, այն ներկայա, չգիտեմ, այն նրան բարևել է, նրա հետ ճանապարհ անցել, այս արել, հիմա ոնց են, չէ՞ ասում, ասենք, տարբեր մեղադրանքներ։ Պետք է ամեն ինչ անենք, որ քաղաքական ուժերը, կուսակցությունները կայանան, մեծանա պատասխանատվության չափը, նույնիսկ մարդը մտածի, եթե այս ճամբարը լքեց, վաղը հանրության մեջ դուրս գալու խնդիր չունենա։ Բայց քանի որ մենք մի վիճակում ենք, որ պարտված պատերազմում պարտված խայտարակ իշխանությունը նորից ուրեմն բանը լավ վերարտադրվեց։ Մենք այն վիճակում ենք, որ եկեղեցուն կարող են ուրեմն քահանային գնան, չգիտեմ, հայհոյեն ու ինչ ասես ասեն։ Մենք այն վիճակում ենք, որ
քաղաքական խոսքը գնացել է հետին պլան ավելի ինտրիգային հետաքրքիր է դարձել մարդկանց հայհոյելն ու վիրավորելը։ Ու ես իրականության մեջ վերցնել ասել, եթե գիտեք, բա իշխանին տարել եք, հիմա ինքը նա այլ պահվածքա դրսևորում, ուրեմն վերջ է, դուք չպետք է գաք իշխանության, էլ իսկ ով պետք է գա։ Չէ, պարոն Արարության, դա գիտեք ինչի անում, ոնց որ ես ձեզ հյուր հրավիրեմ մեր տուն, դուք ձեզ հետ բերեք եւս 3 հոգի, հետո դուք ասեք դե ես գնացի, բայց ես 3 հոգին պիտի մնամ, որտեվ ես չեմ կարող իրենց ասել, որ իրենք ձեր տնից գնան։ Դուք խորհրդարան տարել եք մարդկանց, պատասխանատվությունը այստեղ է։ Դուք ուզում եք ասել, որ 21 թվականի ինչ որ հերթական ընտրություններ մեր համար, մեր երկրի նկատի ունեմ, այդ թվում եւ մեր քաղաքական ուժի համար։ Պարզ է, չէ՞ ինչ իրավիճակում ընտրություններ տեղի ունեն։ Խոսքով հիմա ավելի շատ արագ պատրաստված եք։ որոշումներ։ Հիմա ասեմ, ինչի հայրենիք կուսակցությունը, ինչի ենք ասում 26-ին գնալու են։ Որովհետև զբաղված ենք լուրջ կուսակցաշինությամբ, այսօր Հայաստանի համայնքների գրեթե կեսում աշխատանքներ են տարվում, իրականացվում, կառույցներ են ձևավորում, գրասենյակներ են բացվում, այսօրվա դրությամբ։ Ընդ որում տեղեր, որտեղ մենք չենք ունեցել, այն տեղերը, որտեղ ունեցել ենք կառույցների պատասխանատուները մի մասը ուրեմն շարունակում են իրականացնել իրենց ֆունկցիան, որոշ տեղերում նոր մարդիկ ենք, նոր Իդեպ ասում են, որ օրինակ նշանակել։ Արարատում ձեր կուսակցությանը օգնում է կանալ մարզային առումով Արայիկ Գրիգորյան, Ավշարի Արայիկը, ու հանրապետականից է, որից դուք առանջատվել եք։ Երկում եմ նման Կապ չունի ձեզ։ բան գոյություն չունի, շատ տեղեր բնականաբար շատ բաներ կխոսեն, բայց իրականությունը լրիվ այլ է։ Մենք մեզ որևէ անհատ, չգիտեմ, այլ կուսակցության ներկայացուցիչ, ինք իրան կօգնի, ինչի պիտի գա մեզ օգնի։ Գիտեք ինչ, այն քարոզչական տերորը, որ իրականացվել է հայրենի կուսակցության Վանեցյանի հանդեպ, տեսեք, երեք խոսում էր, չէ, հարցազրույցը, Կադիրովի հետ կապեր ունի, հետո ինչ պարզվեց։ Ինչ կապեր այդ Կադիրովի հետ։ Այսինքն ժամանակին, երբ որ Վանեցյանը եղել է ԱՑՊ, փորձել է Լարսին, որը տարվա մի մասը փակա լինում, գնալ այլընտրանքային ճանապարհ գտնել, որովհետեւ Հայաստանի բեռները քիչ խոչընդոտներով արտահանվում։ Ով է մեղավոր, կոնտեքստից կտրում են, սկսում են մեղադրել։ Ես ուզում եմ նշել հանրությունը այն մարդիկ, ովքեր չեն նայել, առաջարկում եմ նայել Վանեցյանի նշածս հարցազրույցը, բայց այդ մասը ուզում եմ մեղադրանք էր մեր մասով ասել։ Այսինքն Վանեցյանը գնացել, պայմանավորվել է վրացիների հետ, պայմանավորվել է ռուսների հետ, քանի որ դա Չեչնիայի սահմանով պետքա տարածքով պետք է անցնել, ծանոթացել է Կադիրովի հետ, հետո պաշտոնից դուրս եկեց, իշխանությունը չի արել միջև հետ էլ դրա մասին չեն մտածել։ Մեղադրանք, վայ Կադիրովը ռուսները։ Գրիմի մասով։ Պարոն Արարչյան, թույլ տվեք Կադիրովի մասը ճշգրտենք ու անցնենք։ Հանրությունը ինչ մեղավոր է, որ ԱԱԾ պետի պաշտոնը թողած Արտուր Վանեցյանը, որը նոր քաղաքական հայտեր ներկայացնում, իր հրապարակային առաջին լուսանկարը իր պաշտոնական էջում եղել է Կադիրովի հետ։ Ու կարծեմ շատ եղբայրական գրառմամբ։ Եթե չգցել այդ նկարը, ով է խնդրել։ Այսինքն դե խնդիր կա։ Չէ, ես ինչ եմ Չէ, ասում։ հանրությունը այդ կատվական տերոր չի, մարդիկ բնականորեն Արտուր Վանեցյանին կապում են Կադիրովի հետ, ինքն է դա հրապարակել։ Հիմա հերթով ասեմ։ Նշեցի ոնց է սկսել այդ շփումը։ Բայց ինչ են անում, վերցնում են, այ Կադիրովը ռուսները։ Բայց ինչու էր, եթե այդ շփումը սկսել էր աշխատանքային։ Հիմա բարձր է։ Եթե այդ աշխատանք ասում ենք ինչն էր պատճառը։ Եթե դա աշխատանքային շփում ա եղել։ Ինչու էր արդեն ընդդիմադիր Արտուր Վանեցյանը իր առաջին հրապարակում անում Կադիրովի հետ լուսանկար։ Բայց վատա որ անձնական նաև հարաբերություն է ստեղծվել։ Դե վատա որ մարդիկ խոսում են դրա մասին։ Մարդիկ խոսում են, ես խոսում եմ այն մարդկանց մասին, ովքեր չգիտեն այդ պատմությունը, առիթից օգտվելով ասեցի, որ գնացել էր Լարսին այլընտրանքային ճանապարհ կարողանանք բացենք, որ ապրանքը Հայաստանում արտադրված ապրանքը լրացուցիչ չթանկանար, առանց խոչընդոտների գնար։ Դուք հասկանում եք, ասենք միլիարդների մասին է խոսքը գնում։ Այս տարիների ընթացքում, որ մենք կորցրել ենք ճանապարհներին սպասելու հերթերի եւ ամեն ինչի մասին։ Նույնը Գրիմի մասին։ Նույնը Գրիմի մասին։ Ինչ էր ասել Գրիմնաշ։ Չէր ասել, չէ, Գրիմը Ռուսաստանինն է։ Ինքը ինչպես նշեց սխալ կլինի, չի ասել Ուկրաինա էլի սխալ կլինի։ Վերջապես կար Արցախի
ինքնորոշման հարցը։ Եթե դու ասում ես Ղրիմի ինքնորոշման հարցը հեչ, դու չես կարող այստեղ ասես բա Արցախի ինքնորոշման հարցը մեջ։ Բայց ինչ էին արել, այդ մասը էլի կտրել էին, չէին խոսում, ահա Վանեցյան էլավ ասեց Ղրիմն աշ, չգիտեմ, էլի ինչ որ կապեր, ինչ որ բաներ։ Այսինքն այդ քարոզությունը գիտեք արդեն դուք գոնե լավ գիտեք ուր էր հասել։ Ընդ որում ոչ միայն իշխանության կողմից։ Ում կողմից էլ։ Ես ունեմ պատճառ մտածելու, որ դա կեղտոտ քարոզություն իրականացվել եւ շարունակվում է իրականացվել տարբեր ժամանակներում ոչ միայն իշխանության կողմից։ Ում կողմից էլ։ Ես արդեն Մի վախեցեք, անուն ասեք, բան, ովքեր որ հետևում են, ով իրենք հասկացողը կհասկանա։ Մի վախեցեք, մեր եթերում տվեք անուններ։ Գիտեք, ինչ վախենալու, որ վախենա ընդհանրապես այդ մասին չի խոսի։ Ու ձեր եթե չեկա առավել եւս որ դուք սուր հարցերի պակաս ձեր մոտ Ուզում ասեմ, մեր եթերում կարող եք հանգիստ ձեր եթերում հանգիստ ասել, որտեվ հիմա ոչ դալաններում են մարդկանց վնասում, ուրեմն ոչ հիմա էլ հատկապես դուք պապլավոք չեք սիրում գնալ, հանգիստ կարող եք անուն դալանելում էլ, չգիտեմ, քրեական գործերով էլ, ճնշումներով էլ վնասել են, վնասում են, բեսպրիձելը եղելա կա, ոքեն ժամանակ մենք այսպես արժանապատվության, երկրի տարածքների եւ այլն հետ կապված չունենք բարեբախտաբար խնդիրներ, հիմա ունենք։ շատ է, վերջին հարցը շատ կա։ Բայց մենք ամեն ինչ պետք է անենք։ Ես ինչ եմ միացել հայրենի կուսակցությանը, եղել այդ հիմնադրման, հա, ակունքները, որովհետեւ ես ուզում եմ ունենալ այնպիսի Հայաստան, որը մենք երբեք չենք ունեցել։ Որտեղ հերախոսազանգով ինչ-որ մարդկանց կալանավորում։ Որտեղ կլինի արդարություն, արդարադատություն, օրենքի գերակայություն։ Որտեղ մարդը լավ ապրել մի երկու, դուք ուզեիք ապրել մի երկու, որտեղ ԱԱՑՊ-ը ձեր կալանքը որոշում է հերախոսազանգով։ Բարոյականությունը կգերիշխի, ոչ թե հայհոյանքը, ոչ թե եկեղեցուն ինչ ասես կասեն։ Ես իհարկե չեմ մտածում, որ գիտեք ինչ 100% իդեալական, չգիտեմ, ինչ որ ուտոպիստական բաների մասին չեմ մտածում, բայց վստահ եմ, եթե ունենանք մի իշխանություն, որի նպատակը մարդկանց կյանքում դրական բան փոխել է լինելու, մենք ունենք այդ հնարավորություն ու կարճ ժամանակում շատ մարդկանց կյանքում բան կփոխվի դրական։ Ոչ թե կլինի այն վիճակը, ինչ վիճակում ենք մենք այսօր։ Եթե դուք գաք իշխանության, առաջին 5 մարդը ում զանգով կկալանավորի պարոն Վանեցյան, խնդրեմ, անուններ։ Ես գիտեմ, որ դուք բացի սուր հարցեր տալու կարողությունը կարողանում եք նաև սուր հումորներ անել, կարողանում եք նաև գնահատականներ հնչեցնել, դե համարենք սա ձեր Չէ, ինչի՞ բայց։ Ես օրինակ կտրեմ Արտուր Վանեցյանը, եթե վստահ լինեմ, որ ինքը կզանգի դատավորին ու կասի, ուզես չուզես Նիկոլին պետք է կալանավորես։ Կասի, գոնե լավ, այդ հարցով կզանգի թե չէ։ Եթե այդ հարցով կզանգի, ես եթերում խոստանում եմ, կընտրեմ Արտուր Վանեցյանը։ Վանեցյանը։ Ուրեմն դուք ինչպես արդեն նշեցի, ոչ միայն կարողանում եք սուր հումոր անել, նաև հարցազրույցի սկզբում ասացի, որ որոշակի նաև այդ մանիպուլացնելու, հա, կարողություն Շատ ուղիղ ունեք։ Ես շատ ուղիղ ասում եմ, դուք չեք կարող նշել մի դեպք, որ զանգել է, ուղիղ ասել է։ լավ է։ Չեք կարող նշել մի դեպք։ Իսկ հանրությանը շատ դեպքեր հայտնի է ինչ ա եղել երկրում 30 տարի շարունակ։ Խնդրեմ, դուք տեղեկացրեք։ Դուք էլ եք տեղեկացված։ Ես չգիտեմ ինչ է։ Սխալ կադրային քաղաքականություն, անարդարություն, այս օլիգարխները, որ սենց շատացել են, մեկ-մեկ էլ չգիտեմ, սկսում են հայրենիք փրկելուց խոսալ, երբ որ բիզնեսին Նիկոլը սկսում է բան անել, նեղել, հետո միջև կարողանան հետը պայմանալ։ Այդ երբ է առաջացել։ Այս նոր օլիգարխները, որ առաջանում են։ Վանեցյանը 12 քրեական գործով անցել կեղծ շինծու։ Կալանավորել, կալանավորվել։ Ինչի մեջով ասացանցավ այդ։ Երանիթ հետ կալանավորման պատճառը իրական լիներ։ Հայաստանում չկան այդպիսի իրական կալանավորված։ Լավ, հարցը ախր փաստը հրապարակված կա, պարոն Հարությունյան։ Փաստը հրապարակված կա, ուզում եմ ասել, արդյոք ընդ որում սա ես դրական իմաստով եմ ասում։ Եթե պարոն Վանեցյանը պատրաստ է հերոսազանգով կալանավորել Նիկոլ Փաշինյանին, ես կընտրեմ իրեն, ինչ եք դուք կորցնում ձեր ընտրողին։ Ուրեմն դուք կարող եք գնալ ընտրել
այն քաղաքական ուժերին, այն ղեկավարներին, ովքեր որ դրան պատրաստ են կամ իրենց փորձով բազմից ապացուցել են Փարքաս 21-րդ դար, ինտերնետ, YouTube, ովքեր որ միջև այդ ինտերնետի ու YouTube-ի ներկայացրած փաստերն են ուզում ծանոթանալ, կարող են գնալ օրինակ բան ազգային գրադարան, ես ուսանող ժամանակ օգտվում էի, գնում էի թերթ էի կարդում, թերթեր կարող ես առնում տան էի կարդում, որտեվ ես դա սիրում էի տանը կարդալ, իսկ թերթեր էլ կար, այսինքն ամեն օր ես գնում էի, այնտեղ գրանցում էի ու թերթերը կարդում էի, կարող են վերցնել արխիվը, նայել, այն մարդիկ, ովքեր կարող են գնալ են տարեց քաղաքական գործիչներից հարցնել ինչ ա եղել 90 թվականից սկսած։ Ես հուսով եմ, որ ես չեմ ուզում հետ գնալ անցյալը, որովհետև հոգնել ենք անդադ այդ մեղադրանքներից, ով բերեց, ով տարավ, ժամանակին ինչ եղավ։ Ես ուզում եմ մենք խոսենք մարդկանց հետ, հանրության հետ։ Ինչ ենք ուզում, ոնց ենք պատկերացնում մեր ապագան։ Ինչ քայլեր ենք դրա համար անում անելու։ Բան վերջին հարցը ամփոփանք։ Պարոն Վանեցյանը պատրաստ է լինել իմպիչմենտի գործընթացի վարչապետի թեկնածու։ Գիտեք, հարց եք տալիս, որը Ինչպես կասեր Արա Բաբուլյանը, այո կամ ոչ, պարոն Հարությունյան։ դրա համար եմ ասում էլի, նման հարց տալու համար ակնկալել այո կամ ոչ կներեք, ես կարծում եմ ճիշտ չի։ Ասեմ ինչ ճիշտ չի։ Որովհետև վարչապետի թեկնածու իմպիչմենտի համար պատրաստ լինել չլինելու միջև դա պետք է հարց տալ ազգային ժողովում երկու դիմադիր խմբակցություններին։ Իրենք ինչին են պատրաստ, ինչին պատրաստ չեն։ Իրենք ինչի ունեն, ինչի չունեն վարչապետի թեկնածու, այսինքն չկա իրենց մեջ Վախում են Նիկոլ Փաշինյանը։ Չեմ կարծում վախում են։ Ես կարծում եմ իրենք տեսել ենք երկրորդ նախագահ Քոչյանը ասել է, որ ինքը դա բան հավանականություն իմոտ այդպես է տպարվել չի տեսնում իմպիչմենտի միջոցով հասնել վարչապետի բան թեկնածության հեռացմանը Սերժ Սարգսյանը կարծես տեսնում է։ Ամեն դեպքում ինչ որ ես լսել եմ իմոտ այդ տպավորությունը։ Հələ իրար մեջ։ Ոչ Վանեցյանը ինչ է ասում։ Վանեցյանը ասում է շատ པարզ բան, որ ինքը չի կասկածում Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի քաղաքական թիմերի այս իշխանությանը հեռացնելու անկեղծության մեջ։ Վանեցյանը ասում է ինքը չի կասկածում, որ Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ գործող պատգամավորները, չգիտեմ, այնտեղ են հայոյանքների, ծեծի, այդ կներեք ներվային վիճակի միջով ամեն օր անցնում են, որ մանդատը պահեն աշխատավարձ ստանան կամ գնան գործուղում ունենան։ Ինքը մտածում է, որ դա պահել է, որպեսզի այս իշխանությանը իմպիչմենտ ան։ հնարավորության դեպքում իմպիչմենտ անեն, հեռացնեն։ Հիմա կա այդ Հիմա մեղադրել Վանեցյանի, որ ով է մեղադրում, պարոն Հարություն, մի ոգևորվեք։ չգիտեմ, որովհետև ես Պարոն Վանեցյանը տեսնում է այդ հնարավորությունը։ Ինչ Հիմա տեսնում է այդ հնարավորությունը։ հնարավորությունը տեսնելու համար կամ չտեսնելու Պետք է համար տեսնել։ պետք է լինի գործընթաց։ Երկու ֆրակցիաներ են դիմադիր, որևէ գործընթաց չեն նախաձեռնել։ Երկու քաղաքացի կարծեմ շարժումել ունեն կամ մեկնաշարժման ղեկավար, իրենք հայտարարել են այս նախաձեռնության մասին, դիմել են ուրեմն ֆրակցիաներին։ Ու միջև հիմա այդ հարցն է գնում։ Թողել մի հատ իրանք իրար մեջ որոշեն, կողմնորոշվեն, մի հատ պարզեն, մի հատ հասկանանք վերջը։ Մենք ես ամեն օր տեսնում եմ ինձ համար ոչ հաճելի բան խոսույթ, որտեվ երկու կողմերում էլ մարդիկ են ու մեծ ես անցել եմ դժվարությունների մեջ։ Միջով Եվրոդիտորդ եք խաղապահ։ Շնորհակալ եմ, պարոն Հարությունյան։ Ես եմ շնորհակալ։ Ես շեշտեմ զրուցում էի Բաբկեն Հարությունյանից, տեսություն կհանդիպենք։